Բարև ձեզ, Ամեկ Պլյուսի եթերում կանայք եւ քաղաքականությունը խորագրի հերթական հարցազրույցն է եւ այսօր ես զրուցելու եմ ազգային ժողովի նախկին падգամավոր Անի Սամսոնյանի հետ։ Բարև ձեզ, Տիկին Սամսոնյան, շնորհակալություն մեր տաղավար գալու համար։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Դուք հեռացաք, հայտարարեցիք, որ դուրս եք գալիս Լուսավոր Հայաստան կուսակցությունից, բայց քաղաքականությունից չեք հեռացել, չեք հեռանալու։ Բայց մինչև հիմա ակտիվ քաղաքականության մեջ ձեզ չենք նկատել, բացի այն, որ երբեմն հարցազրույցներով, Facebook-յան գրառումներով, հայտարարություններով կամ ինչ-որ քննարկումներով եք հանդես գալիս։ Հիմա դուք քաղաքականությամբ զբաղվում եք, թե ոչ այնուամենայնիվ ակտիվություն չի նշмарվում։ Ես գրեթե 1 տարի է չունեմ կուսակցական որևէ պատկանելություն, հիմնականում գործում եմ որպես անկախ քաղաքական գործիչ։ Իմ մտքերը, իմ կարծիքը ամբողջությամբ փորձում արտահայտել այն հարթակներով, որտեղ ունեմ հետևորդներ։ Այս պահին ակտիվ որևէ կուսակցական գործունեության մեջ չկամ։ Նախընտրական պայքարի շրջանակում քաղաքական դաշտը կբյուրեղանա, ըստ դրա կհասկանանք, թե ինչ կողմնորոշվածությամբ եւ ծրագրով նորից կմտնենք ընտրությունների մեջ։ Հավանաբար նորից ընդդիմադիր, հա, թե նաեւ կան մտադրություններ իշխանական ինչ-որ։ Ես այս իշխանության հետ ընդհանուր կիսելու որևէ բան չունեմ։ Ինչու՞։ Սկզբունքորեն արժե համակարգով մտածողությամբ եւ նպատակներով որևէ կիսելու բան չկա։ Որ սկզբունքներով, որ արժե համակարգով, որ նպատակներով։ Սկզբունքներով այն բոլոր սկզբունքները, որոնք հռչակվել էր հեղափոխությամբ եւ որը պետք է իրականացվեր Հայաստանում, դա տեղի չունեցավ։ Պարզվեց դա միֆ է, այսինքն արդարություն, ազատություն, դեմոկրատիա, քաղաքական ազատություններ, քաղաքական մշակույթի փոփոխություն, այն ամենը ինչ խոստացվել է հեղափոխությամբ եւ ինչ որ ակնկալվում էր, հա, հեղափոխությամբ։ Բոլոր դեպքերում հեղափոխությունից առաջ մենք մի դաշինքում էինք եւ ունեինք ընդհանուր նպատակներ պայքարելու այն իշխանության դեմ, որին սկզբունքորեն համարում էինք ոչ արժանի Հայաստանին։ Բայց պարզվեց, որ մեր մի մասը, այն մարդիկ, ովքեր հիմա իշխանության են, իրենք պայքարում են իշխանության համար ոչ թե փոփոխություններ բերելու, այլ ուղղակի այդ իշխանության տեղը զբաղեցնելու։ Այլ այն ինչ որ հասնում էր այն իշխանությանը, իրենք ուզում էին ուղղակի որ դա իրենց հասներ, բայց ոչ ռեալ փոփոխություններ անելու։ Արդյոք դուք ճիշտն եք ասում, արդարացի եք ասում այն, որ այդ սկզբունքների դեմ, սկզբունքների համար, հռչակված սկզբունքների համար չպայքարեցին։ Տեսեք, երբ որ գործընթացներին կամ իրադարձություններին նայում ենք, կա տպավորություն եւ կա ռեալ տպավորություն, որ անում են ինչ որ բաներ, իհարկե ինչ որ բաներ էլ չի հաջողվում, նույն արդարության հետ կապված, նույն ժողովրդավարության հետ կապված միջազգային այդ վարկանիշային սանդղակներում, գիտեք, շատ ավելի բարվոք վիճակում է հիմա Հայաստանի վարկանիշ ժողովրդավարության առումով, այնպես չի, որ ընդհանրապես ոչինչ չի արվել, կարելի ասել, որ հավանաբար արդարացի չի լինի, որ ասենք այդպես։ Ես որքան որ գիտեմ, վերջին ցուցանիշներով հակառակը Հայաստանը հետևած է ապրել։ Եթե նայենք ընդհանուր, եկեք սկսենք քաղաքական միջավայրից, հա, նպատակներից մեկն էր քաղաքական միջավայրը փոխել, բայց ինչ վիճակում է հիմա մեր քաղաքական միջավայրը։ Քաղբանտարկյալ Փաշինյանը պայքարում էր քաղբանտարկյալ այն մշակույթի դեմ, որ Հայաստանը օրինակ ունի կարող է ունենալ քաղբանտարկյալներ, որտեղ դա անթույլատրելի է դեմոկրատական Հայաստանի համար։ Բայց հիմա Փաշինյանը ունի ամենաշատ քաղբանտարկյալները եւ Փաշինյանը ունի ավելի վատ կին քաղբանտարկյալ Հայաստանի անկախ պատմության մեջ։ Քաղաքական կուսակցությունների առումով 2018 թվականը մեծ դաշտ բացեց, որպեսզի քաղաքական դաշտը մաքրվի, բայց այդ դաշտը չմաքրվեց եւ այսօր քաղաքական կուսակցությունների վիճակը շատ ավելի վատ է, քան 2018-ից առաջ էր։ Քաղաքական ազատությունների առումով, խոսքի, կարծիքի արտահայտման, դուք տեսնում եք մարդկանց մի գրառման համար կալանավորում են։ Սա արդյոք առաջընթաց է, թե հետընթաց է։ Եթե եկեք անկեղծ խոսենք, հա, Սերժի ժամանակ, Սերժ Սարգսյանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը իրեն թույլ էր տալիս խոսելու ամեն ինչ։ Եւ Նիկոլ Փաշինյանի թիմակիցներն էին իրենց թույլ տալիս խոսել ամեն ինչ եւ անել ամեն ինչ։ Կար այն ժամանակ ատելության այնպիսի խոսք, ինչպիսին հիմա է, նաեւ ընդդիմության կողմից, նաեւ Սերժ Սարգսյանի գլխավորած ընդդիմության կողմից։ Այն ժամանակ կար նույն չափի ատելության խոսք։
Թեկուզ եւ ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանի կողմից, թեկուզ եւ ընդդիմադիր օրինակ ՀԱԿ-ի կողմից, ես հիշում եմ, որ ընտրությունների ժամանակ քննադատության համար, մի քիչ կոպիտ քննադատության համար ՀԱԿ ղեկավարներից մեկին Արամ Մանուկյանին բռնության ենթարկեցին։ Այո, եւ եղել են նաեւ падգամավորներ, ովքեր իրենց թույլ են տվել նաեւ ամբիոնից խոսել, բայց ես կարծում եմ համեմատելի չէ ներկայիս իրավիճակի հետ, որովհետեւ ներկայիս ատելության խոսքը եւ հայհոյախառն խոսքը գերդոզավորված է քաղաքական դաշտում 2018 թվականից առաջ այսպիսի վիճակ չի եղել եւ ես հիշում եմ նույնիսկ երբ որ ինչ-որ մեկը թույլ էր տալիս նրա որևէ ավելորդ խոսք հայհոյանք հանրությունը միանգամից դա հանրության համար դա անընդունելի էր դառնում հանրությունը միանգամից խոսում էր դրա մասին եւ դա դատապարտվում էր հիմա դա չի դատապարտվում դա դարձել է նորմալ երևույթ Եվ սա, ես կարծում եմ, իշխանության Հայաստանում ձեռնբերումներից մեկն է։ Հայհոյախոսությունը եւ ատելության խոսքը դարձնել նորմալ երևույթ։ Իսկ ընդդիմությունը ձեր կարծիքով ավելի շատ չի գեներացնում ատելության խոսք, օրինակ։ Ընդդիմությունը վերադարձնում է իշխանությանը այդ ատելության խոսքը իր նկատմամբ գեներացված։ Նորից ձեզ անդրադառնանք Տիկին Սամսոնյան, դուք դուրս եկաք Լուսավոր Հայաստանից գրեթե չբացահայտելով թե պատճառը որն է։ Միգուցե հենց հիմա առիթն է դուք բացահայտեք ինչու հեռացաք։ Նրանք հիմա նորից ընդդիմադիր են, Էդմոն Մարուքյանն կուսակցության ղեկավարը շատ խիստ քննադատում են Նիկոլ Փաշինյանին, ինչպես որ մնացած բոլոր ընդդիմադիր կուսակցությունները կամ կուսակցության ներկայացուցիչները։ Ինչու դուրս եկաք, որն էր տարաձայնությունը։ Եվ հիմա մենակ եք գործում։ Սովորաբար երբ որ դու անդամակցում ես ինչ-որ կառույցի, դու անում ես ներդրում եւ այդ ներդրումը, այդ ջանքը անընդհատ բերում է ինչ-որ փոփոխությունների։ Երբ դու զգում ես, որ քո ներդրումը ու ջանքը այլևս որևէ փոփոխությունների չի բերում, պարզապես անիմաստ է եւ աննպատակ է դառնում այդ կառույցում մնալը։ Չեմ թաքցնի, որ մենք ունեցել ենք քաղաքական վեճ պարոն Մարուքյանի հետ իր պաշտոնի շուրջ հենց սկզբից պաշտոնը վերցնելուց, պաշտոնը թողնելուց, դա եւս ունեցել է իր ազդեցությունը, բայց հիմնական պատճառը եղել է այն, որ ես իմ առաքելությունը ուղղակի այդ կուսակցությունում համարել եմ ավարտված։ Ինչ եք դուք ուզում փոխել, ինչ փոփոխություններ, որոնք արդեն չէին ստացվում, ինչպես դուք նշեցիք։ Ինստիտուցիոնալ փոփոխություններ, օրինակ նախագահության, փոխնախագահության, կուսակցության։ Այո, թարմ ուժերի, թարմ մտքերի փոփոխություններ, որոնք գիտեք Հայաստանում փոքր կուսակցությունները միշտ ունեն այդ խնդիրը, ունեն լիդերներ եւ այդ լիդերները տարիներ շարունակ մնում են կուսակցություններում, կուսակցությունները լճանում են եւ լիդերները այդպես էլ չեն ուզում բաց թողնել իրենց զբաղեցրած այդ տեղը, հա։ Դա բոլոր փոքր կուսակցություններին բնորոշ է։ Այդ իսկ պատճառով Հայաստանում նաեւ կուսակցական համակարգը չի զարգանում, որովհետեւ այդ խնդիրը կա։ Հնարավոր է դա վերաբերում է նաև կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին եւ ցանկություն կար կուսակցությունում այնպիսի ղեկավարման համակարգ ստեղծել, ինչպիսին շատ հեռու չգնանք դաշնակցության մոտ էր, որ պարբերաբար փոխվում է նրանց, չէ, Գերագույն մարմնի կամ բյուրոյի ղեկավարը ընտրությունների ձևով միգուցե ցանկանում եք նմանատիպ ինչ-որ մի ինստիտուտ, որը ինչ-որ մի շրջանում Էդմոն Մարուքյանը չի լինի, ասենք դուք կլինեք կամ մեկ ուրիշը եւ ինչ-որ մի փուլում միգուցե վերադառնա նորից Մարուքյանը, հա։ Նման։ Ես նախագահ դառնալու ամբիցիա չեմ ունեցել, սա ասում եմ նրա համար, որպեսզի չմտածեն, որ այդ փոփոխությունները ես անում եմ իմ անձնական նպատակներով։ Որևէ նման միտք ես չեմ ունեցել, եւ մեզ մոտ միշտ ընտրությունները եղել են դեմոկրատական, դա չեմ թաքցնի եւ դա շատ լավ է, եւ դա որոշելու էր կառավարման խորհուրդը ով կլիներ։ Կարևորը նա էր, որ մենք սկսեինք ինչ-որ փոփոխություններ անել։ Ինձ համար դա էր կարևորը։ Եվ ինչ-որ պահից, երբ որ դու դառնում ես արդյունավետ, դու պետք է այդտեղը լքես, որովհետև դու այլևս այդտեղ որևէ նոր բան չես կարողանում փոխել, որևէ նոր բան չես կարողանում ավելացնել, եւ դա կարծում եմ ճիշտ որոշում է։ Այդ փոփոխությունը, որ չընդունեցին, շատ բան կորցրեց կուսակցությունը, Լուսավոր Հայաստան կուսակցությունը ձեզ հիմա որ նայում եք։ Այնտեղից իմիջայլոց ներկայանալի կանանց մի մասը դուրս եկան։ Ձեզանից առաջ դուրս եկավ Մանեթ Հանդիլյանը, Աննա Կոստանյանը, եթե չեմ սխալվում նույնպես, այո,
շատ բան կորցրեց այնուամենայնիվ ձեզ։ Ես կարծում եմ այդ հարցը գալիս է ներքին միջավայրից կուսակցության եւ այդ հարցը պետք է տակ Լուսավոր Հայաստանի կուսակցության ներկայացուցիչներին, որտեղ ես այսպես նայելով չեմ կարող ասել կորցրեց թե ձեռք բերեց թե ինչ։ Իսկ միայնակ դժվար չի քաղաքականության մեջ գործելը, բավականին դաժան ոլորտ է, մարդկությունը բավականին դաժան է, միայնակ առանց կուսակցությամբ ինչ-որ բան փոխել, կուսակցության հետ էլի քիչ թե շատ հնարավոր է ինչ-որ արդյունքի հասնել, միայնակ պատրաստվում եք մինչև վերջ։ Գիտեք, առհասարակ մեր քաղաքական համակարգում հնարավոր չէ միայնակ քաղաքական գործիչ գոյություն չունի։ Եթե լիներ օրինակ մեծամասնական համակարգը պարլամենտական ընտրությունների, ինչի ջատագովն եմ օրինակ ես, իմ համար այս համամասնական համակարգը անընդունելի է։ Եվ եթե իշխանություն փոխվի, պետք է այս հարցը դնել, որտեղ մարդիկ պետք է գնան ընտրեն իրենց падգամավորին, որ այսօրվա պարլամենտը չունենա, հաջորդ պարլամենտը չունենա այսօրվա պարլամենտի տեսքը։ Եթե լիներ այդ համակարգը, ես կասեի, ես անկախ քաղաքական գործիչ եմ, կառաջադրվեի եւ կգնայի, կփորձեի ձեռք բերել մարդկանց վստահության քվեն եւ դառնալ մարդկանց ներկայացուցիչը պարլամենտում։ Բայց քանի որ մեր քաղաքական համակարգը կուսակցական է, այսինքն դու պետք է ընտրություններին մասնակցես կուսակցություններով կամ դաշինքներով, հետեւաբար ասել թե ես անկախ քաղաքական գործիչ եմ, այդպես չի կարող լինել։ Հետեւաբար ընտրություններին ընդառաջ անպայման որևէ քաղաքական ուժի հետ պետք է սկսել համագործակցություն։ Այս իմաստով։ Եվ ինչ եք մտադիր անել այդ առումով, ինչ քննարկումներ ունեք։ Ես կարծում եմ դեռ վաղ է խոսել դրա մասին, չեմ ուզում շտապել, քննարկումներ կան, բայց չեմ ուզում շտապել, որովհետև դեռ քաղաքական դաշտը նախընտրական դաշտը բյուրեղացած չէ եւ այդ իմաստով որևէ բան ասելը հիմա սխալ կլինի։ Հնարավոր է նորից վերադառնալ Լուսավոր Հայաստան կուսակցություն։ Չեմ կարծում, որովհետև այդ դեպքում իմաստ չկար դուրս գալ, եթե պետք է վերադառնամ կուսակցություն։ Չեմ բացառում, որ, չգիտեմ, հետագայում կարող եմ հայտնվել այնտեղ, որտեղ կլինի նաև Լուսավոր Հայաստան կուսակցություն, ինչ որ քաղաքական միավոր լինի կամ, ասինքն այդ իմաստով ես որևէ խնդիր չեմ տեսնում, բայց հենց վերադառնալ կուսակցություն ես սովորաբար, երբ որ ինչ-որ տեղից հեռանում եմ, կամուրջները Դուք որոշակի բաներ ակնարկում եք, Լուսավոր Հայաստան կուսակցությունն էլ քննարկումների մեջ է, նախընտրական որևէ դաշինքով հանդես գալիս, ես որքան հետևում եմ, նման ինչ-որ քայլեր են նկատվում, այո, այսինքն դուք նույնպես նույն ուժերի հետ քննարկումներ ունեք, որոնք կարող են Լուսավոր Հայաստանի հետ միասին դաշինք կազմել, որտեղ եւ կլինեք նաեւ դուք։ Ոչինչ չի բացառվում։ Բոլոր դեպքերում ես ուրախ կլինեմ, որ Լուսավոր Հայաստանը մյուս պարլամենտում լինի, որտեղ կուսակցությունում կան մարդիկ, կան անհատներ, որոնք իսկապես ունեն սկզբունքներ եւ իրենք անելիք ունեն պետական համակարգում այս պետության համար։ Եվ դրա համար լավ կլինի, որ հաջորդ խորհրդարանում Լուսավորի ներկայացուցիչները լինեն։ Էդմոն Մանուկյանը բացառել է, որ նախկին նախագահների հատկապես Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած ուժերի հետ կարող է դաշնիկ կազմել, ավելին նա պահանջում է քաղաքականությունից նրանց դուրս գալը։ Կարելի է ենթադրել, որ դուք նույնպես չեք համագործակցի այդ ուժերի հետ, թե ոչ։ Բոլորն են պահանջում, որ նրանք դուրս գան, բայց դա անիմաստ պայքար է, ես կարծում եմ, որովհետեւ բոլոր նրանք, ովքեր հիմա պահանջում են, որ Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը դուրս գան քաղաքականությունից, իրենք դրանով ցույց են տալիս իրենց թուլությունը։ Որովհետեւ եթե կա քաղաքական պայքար, ուրեմն այն առաջնորդը, որը հայտ է ներկայացնում վարչապետության համար, ինքը պետք է 3-ի հետ էլ կռիվ տա։ 3-ին միաժամանակ պետք է դուրս հանել քաղաքականությունից։ Ոչ թե հույս դնել, որ երկուսը դուրս կգան, որ այդպես տեղ բացվի, որ մարդիկ իրենց ավելի շատ ընտրեն։ Ես կարծում եմ, սա սխալ մոտեցում է։ Ես էլ եմ մի ժամանակ խոսել նրա մասին, որ եթե իսկապես Սարգսյանը եւ Քոչարյանը ուզում են Նիկոլ Փաշինյանը չլինի իշխանություն, անկեղծ ուզում են, իրենք չպիտի լինեն քաղաքականության մեջ։ Բայց հիմա կոչ անել նրանց, որ դուրս գան, ես կարծում եմ դա անիմաստ է եւ սխալ։ Ինչ վերաբերվում է համագործակցությանը, ես կարծում եմ ընդհանուր նպատակներ պարզապես չկան։ Եթե ես համագործակցեմ որևէ քաղաքական ուժի հետ, ես պետք է այդտեղ տեսնեմ ընդհանուր նպատակներ։ Միայն իշխանությանը հեռացնելը, այո, լավ նպատակ է, բայց բավարար չէ։ Այդ իմաստով։ Եվ ես կարծում եմ այս երկու առաջնորդներն էլ, նախագահները, իրենց սպառել են քաղաքականության մեջ։ Այդպիսով բացառված է, որ դուք համագործակցեք նրանց հետ, նրանց ղեկավարած ուժերի հետ։ Այո։
ասում եք պետք է բոլորին հեռացնել, լինի այնպիսի ուժ, որ կարողանա բոլորին հեռացնել։ Դուք տեսնում եք քաղաքական դաշտում նման ուժ, հզոր ուժ կամ նոր ձևավորվող կամ արկա ուժ, որը այդ երկուսին կհեռացնի, քանի որ մենք տեսնում ենք այնուամենայնիվ այդ երկու ուժերն են, երկու նախագահների առաջնորդած ուժերն են խորհրդարանում, որոշ վերլուծաբաններ նաև ասում են, որ նույն պատկերն է, գրեթե նույն պատկերն է լինելու թեթև փոփոխություններով նաև 26 թվականի ընտրություններով ձևավորված խորհրդարանում, նրանք ունեն ֆինանսական ռեսուրսներ, որոշակի մարդկային ռեսուրսներ, որը իշխանական չի ընդդիմադիրը, ամեն դեպքում ընդդիմադիրների մի մասը, շատ խիստ ընդդիմադիրների մի մասը համախմբված այդ երկու նախագահների շուրջը, որն է այն ուժը ըստ որ կհեռացնի արկա գոյություն ունեցող ուժերի կամ գործիչների մեջ, որ կհեռացնի իր հզորությամբ եւ արդար ընտրություններով այդ նախագահներին։ Գիտեք, երբ ես ասում եմ, որ 3-ին միասին պետք է հեռացնել, խոսքը նրա մասին չէ, որ միանգամից 3-ին էլ պետք է հեռացնել։ Խոսքը նրա մասին է, որ եթե ուզում եք քաղաքական ուժը դառնալ, որևէ քաղաքական ուժի վերցնել իշխանություն, ինքը պետք է պատրաստ լինի ավելի երկարաժամկետ դիրքավորվելու, այլ ոչ թե կարճաժամկետ ինչ-որ դիվիդենդներ կամ պարլամենտում մանդատներ վերցնելու։ Դա լինելու է ըստ ինձ երկու փուլով, հա, սկզբում պետք է ընդդիմությանը հեռացնել, հետո նոր հեռացնել իշխանությանը։ Այս երեք ուժերը բնականաբար ուժեղ են, մեդիա ռեսուրսով, ֆինանսական ռեսուրսով, բայց գիտեք, կան նաև ուժեր հիմա, ովքեր եւ կարող են ունենալ մեդիա ռեսուրս, եւ կարող են ունենալ ֆինանսական ռեսուրս, եւ ունեն, բայց թուլության խնդիրը մրցակցության մեջ ինչու՞մն է։ Եվ Նիկոլ Փաշինյանը, եւ Քոչարյանը, եւ Սարգսյանը, եթե դիտարկեն քաղաքականությունը որպես կռիվ եւ կռվողներին որպես բանակ, իրենք բացի նրանից, որ քաղաքական հրամանատար են, իրենք ունեն բանակ քաղաքական։ Եվ իրենք կռիվ են տալիս բանակների հետ։ Իրենց բանակները, ասենք Նիկոլ Փաշինյանի քաղաքական բանակը կռիվ է տալիս Քոչարյանի քաղաքական բանակի հետ, Սերժ Սարգսյանի բանակի հետ եւ լիդերները կռիվ են տալիս իրենց հետ։ Նոր քաղաքական ուժերի խնդիրը ո՞րն է։ Նոր քաղաքական ուժերը չունեն քաղաքական բանակ, կամ ունեն լիդեր, որը միայնակ է կռիվ տալիս, բայց այս դեպքում ինքը արդեն ոչ թե կռիվ է տալիս հրամանատարների հետ, այլ ինքը կռիվ է տալիս այդ հրամանատարների բանակի հետ։ Դրա համար, որպեսզի այս ուժերը ուժեղանան եւ կարողանան ճիշտ օգտագործել եւ ֆինանսական եւ մեդիա ռեսուրսը, իրենք պետք է ունենան քաղաքական բանակ։ Պարզապես նոր մարդիկ, նոր դեմքեր բերելով հարցը չի լուծվելու։ Այդ մարդիկ պետք է պատրաստ լինեն կռիվ տալ այն միջավայրում, որ թելադրում է խաղի կանոնները Նիկոլ Փաշինյանը։ Իսկ ինչ է թելադրում Նիկոլ Փաշինյանը, ուժ, ատելության խոսք, հետապնդումներ, ճնշումներ, այդ մարդիկ պետք է սրանց բոլորին պատրաստ լինեն։ Շատ լավ, իսկ ովքեր են այդ ուժերը, որոնք ունեն եւ ֆինանսական ռեսուրս, եւ մարդկային ռեսուրս, եւ մեդիա ռեսուրս, նոր ուժեր մենք գիտենք 1-2-ը, որոնք այս կամ այն կերպ փոխկապակցված են նաև այդ նախորդ երկու նախագահներին, ինչպես պատտվում ենք, նախկին պաշտոնյաներ են եղել, նրանք հիմա ցանկանում են վարչապետ լինել, տարբեր հայտարարություններ են անում, բայց ովքեր են, որ փոխկապակցված չեն։ Գիտեք, Հայաստանը այնքան փոքր է, հատկապես քաղաքական դաշտը, բոլորը բոլորին փոխկապակցված են ինչ-որ բանով։ Եվ երբ որ մարդիկ ակնկալում են, որ կգա մաքուր մեկը ու սուրբ մեկը ու բոլորի տեղը կզբաղեցնի, բոլորին կհեռացնի, ունքը կմնա սուրբ, դա ուղղակի անհնար է։ Քաղաքական դաշտում բոլորը բոլորի հետ փոխկապակցված են, եւ եթե մեկը ունի ֆինանսական, նախ քաղաքականությամբ զբաղվելու համար պետք են ֆինանսական ռեսուրսներ։ Սա ակնհայտ է, պետք է փող։ Փող ասելով չի նշանակում մարդկանց փող բաժանել, այլ պարզապես կան բազմաթիվ գործողություններ, ծախսեր, ներդրումներ, որ քաղաքական գործիչը, որը հատկապես հայտ է ներկայացնում վարչապետի աթոռի համար, ինքը պետք է անի, իսկ դրա համար պետք է փող։ Հայաստանում փող ունեցող շրջանակները, շատ փող ունեցող, որ կարող են իրենց թույլ տալ մտնել քաղաքական դաշտ, հայտ ներկայացնել Նիկոլ Փաշինյանին, այդ մարդիկ բնական է ինչ որ ճանապարհով հարստացել են եւ դրա տևել է տարիներ եւ այդ տարիները համընկել են նախորդ իշխանության տարիների հետ եւ բնականաբար այդ մարդիկ իրար փոխկապակցված են։ Հիմա կլինեն մարդիկ բիզնեսմեններ, ովքեր փոխկապակցված են եւ կան Փաշինյանի հետ
Հիմա հաջորդ, չգիտեմ, մի 5 տարի հետո այդ մարդիկ կփորձեն հայտ ներկայացնել, որտեղ իրենք արդեն ունեն կապիտալ եւ փող։ Այս իմաստով ես կարծում եմ ծուղակ է անընդհատ քննարկել այդ փոխկապակցվածությունը, որովհետեւ դա միշտ տանում է փակուղի։ Միշտ տանում է այնտեղ, որ այդ մարդը ինչ որ մեկի մարդն է, ինչ որ մեկի հետ է, ինչ որ մեկի միջոցով հարստացել է, ինչ որ կարևորն այն է, որ մենք այս իշխանությանը պահելով ինչ ենք կորցնում, մենք սրա վրա պետք է կենտրոնանանք։ Եվ այն մարդիկ, ովքեր հայտ են ներկայացնում, իրենք ինչ են առաջարկում, որպեսզի այս իշխանությանը մենք հեռացնենք։ Ձեր նկարագրածից տպավորություն է ստեղծվում, որ եթե Գագիկ Ծառուկյանի ղեկավարած կուսակցությունը չէ, ապա Սամվել Կարապետյանի, որը հիմա կալանավայրում է, նրա ղեկավարած ուժը պետք է լինի այն ուժը, որի հետ դուք կամ Էդմոն Մարուկյանը միասին քննարկումներ ունեք կամ կունենաք համագործակցելու։ Ես գիտեք դիտարկում եմ քաղաքական դաշտում մարդկային ռեսուրս եւ մեծ ֆինանսներ։ Քաղաքական դաշտում ես դիտարկում եմ թե ովքեր են նոր խաղացողներ եւ ովքեր ունեն ասելիք։ Այս իմաստով ես տեսնում եմ երկու խաղացող։ Մեկը մեր ձևով շարժումն է, մեկը միասնության թևեր շարժումն է, որը ունի ասելիք։ Այսինքն ասել, որ միայն մեր ձևով շարժումն է այս պահին դաշտում, սխալ կլինի, որովհետեւ էլի կան խաղացողներ եւ Միջև նոր խաղացողների մուտքը մարդիկ ասում են, դե նոր մարդիկ չկան, դե նոր մարդիկ չկան։ Հիմա կան։ Արման Թաթոյանի հետ եք բանակցում։ Աչքերդ բացեք, փորձեք հասկանալ այդ մարդիկ ինչ են ասում, ինչ են ուզում։ Բայց բնականաբար դեք երբ որ նոր ես մտնում քաղաքականության մեջ, շատ հեշտ է քեզ փչացնելու։ 4 կողմից հարձակվում են ու սկսում են փչացնել։ Դու սրա մարդն ես, սրա պրոյեկտն ես եւ այլն ես։ Սա եւս ազդում է մարդկանց։ Դու պետք է հասկանա ում է ընտրելու, չէ՞, ում հետ գործ ունի այնուամենայնիվ։ Բնականաբար պետք է հասկանա, բայց ես նորից ուզում եմ մարդկանց ասել, որ պետք չի մտնել այդ ծուղակ, այդ փակուղին, ով ում մարդն է։ Բոլորը բոլոր ժամանակներում ինչ որ մարդկանց հետ ունեցել են հարաբերություններ։ Հիմա 2017 թվականին ես մի դաշինքով եկել եմ Նիկոլ Փաշինյանի հետ, մասնակցել եմ ընտրություններին։ Չեմ փոշմանալ, դա քաղաքական ճանապարհ է, որը անցել եմ ու ունեցել եմ շատ դասեր, բնականաբար չեմ փոշմանել։ Եվ ես ինքս ասեմ, եւ Նիկոլ Փաշինյանից եմ շատ բաներ սովորել։ Քաղաքական քաղաքական մտածողության, մոտեցումների, հասունության, հաշվարկների եւ այլի առումով։ Այս իմաստով բնականաբար ես չեմ զղջում։ Կզղջայի, երբ որ 2018 թվականին կամ 2021 թվականին այնինչ կատարվեց Հայաստանի հետ, ես որոշեի, որ այդ ուժի հետ ես ունեմ անցնելու ինչ-որ ճանապարհ։ Այդ դեպքում միգուցե ես կզղջայի, դա կլիներ իմ քաղաքական սխալը։ Բայց 2018 թվականին ես եղել եմ ընդդիմություն, ես շարունակել եմ 2021 թվականին լինել ընդդիմություն, ես ընդդիմություն եմ եղել այն ժամանակ, երբ որ իմ կուսակցության ղեկավարը ուներ պաշտոն իշխանությունում։ Չնայած ես ձեզ ասեմ շատ դժվար էր բալանսավորել դա, որովհետև մի կողմից դու չես կարող քո ղեկավարին ոնց ասեմ, չես կարող քո ղեկավարին սևացնել, հա, որպես ընդդիմություն, բայց մյուս կողմից էլ դու չես կարող պաշտպանել իշխանությանը, որովհետև դու այդ իշխանության պաշտպանը չես։ Բալանսավորել եւ այս հավասարակշռությունը պահել շատ դժվար է եղել։ Բայց ես ոչ մի բանի համար բնականաբար չեմ զղջում։ Որպեսի որոշակերն ուրվագծվում են այն ուժերը, որոնց հետ դուք ըստ երևույթին կհամագործակցեք մեր ձևով եւ միասնության թևերը Թաթոյանի, Արման Թաթոյանի, նրանք արդեն երկար ժամանակ է որոշակի պայքար սկսել են անկախ նրանից, որ դուք էլ ինքնուրույն եք գործել, որ դուք եղել եք Լուսավոր Հայաստանի պատգամավոր կամ որպես ընդդիմադիր կամ իշխանության մաս եք կազմել եւ այդպես աշխատել եք, դուք նրանց հետ էլ ըստ երևույթին պետք է աշխատեք մինչեւ ընտրությունները, նրանց հետ միասին նույն գծով պայքար տանեք, թե չէ միանգամից նախընտրական ինչ-որ ցուցակում հայտնվել ըստ երևույթին դա կարող է ձեզ համար էլ լավ չլինի։ Այդ առումով ինչ եք մտածում անել։ Գիտեք, քաղաքական ճանապարհ անցնելը փոխադարձ երկկողմանի հարաբերություններ են
Եվ այս առումով ես պետք է հասկանամ, ես ինչ ներդրում կարող եմ անել եւ իրենք եթե մտածում են, որ կան դաշտում մարդիկ եւ այդ մարդկանց թվում նաեւ ես, որ կարող եմ իրենց հետ համագործակցել, իրենք ինձնից ինչ սպասելիքներ ունեն։ Սա շատ բարդ ընտրություն է իրականում, որտեվ վստահության մեջ չափաբաժին է պետք այդ քաղաքական ճանապարհը անցնելու։ Ես 9 տարի եղել եմ Լուսավոր Հայաստան կուսակցության անդամ եւ 9 տարի այդ քաղաքական ճանապարհը կառուցվել է վստահության հիմքի վրա։ Սա շատ կարեւոր է։ Այսինքն նաեւ հետեւյալը կա, օրինակ, ինչու են նոր քաղաքական ուժերը կամ նոր դաշինքները շատ արագ քայքայվում, փլուզվում, որովհետև ստեղծվում են ընտրություններից առաջ միշտ ստեղծվում են ինչ-որ պատեհապաշտ մարդիկ եւ այդ պատեհապաշտ մարդիկ փորձում են լրացնել վակուումը, որը կա քաղաքական ուժերում։ Սա բնականաբար հանգեցնում է նրան, որ հետագայում այդ քաղաքական ուժերը ունենում են խնդիր։ Հիմա ես ինչ չեմ դիտարկում որևէ քաղաքական ուժի վակուումը լրացնելու ներկա մարդ, որը կարող է ուղղակի այդ վակուումը լրացնել։ Ես ինձ դիտարկում եմ քաղաքական մարդ, ով կարող է ընտրություն կատարել այն քաղաքական ուժի հետ գնալ ճանապարհ, որը ունի 3 բան։ Առաջինը՝ իսկապես իշխանության ձգտելու մղում, երկրորդը՝ երկարաժամկետ հետևողականություն եւ երրորդը՝ պայքարի վճռականություն։ Տեսեք, դուք իշխանափոխություն անելու կամ որոշակի սկզբունքներ առաջ տանելու համար համագործակցեցիք, դուք եւս համաձայն եք Լուսավոր Հայաստանի հետ, որ համագործակցեցիք Նիկոլ Փաշինյանի հետ եւ որոշակի շրջանում դաշինքի մեջ եղաք։ Բայց հետո դուք տարաձայնություններ ունեցաք Լուսավոր Հայաստանում կուսակցության կառուցվածքային ինչ-որ խնդիրների վերաբերյալ եւ դուրս եկաք։ Դուք հիմա նույնը կարող եք, չասեմ պարտադրել կամ առաջարկել այդ երկու մեր ձևով եւ միասնության թևերին, որ ասեք ես այս պատճառով դուրս եկա Լուսավոր Հայաստանից, եթե ձեր մոտ կամ լավ կլինի, որ դուք այս սկզբունքները որդեգրեք, որպեսզի ես մտնեմ ձեր մոտ կամ ձեր ցուցակում հայտնվեմ, միգուցե շատ կոպիտ ձևով եմ նկարագրում, բայց իրականությունը դա է։ Դուք կարող եք նրանք նոր ուժ են, իրենք իրանց ձևերով են ցանկանում ամեն ինչ անել, դուք ինչ կարող եք անել այնտեղ։ Ես որևէ քաղաքական ուժի, որևէ քաղաքական անձնավորության, որևէ բան չեմ ուզում պարտադրել, ես կարող եմ ընդհանրապես քննարկել, եթե լինեն առաջարկներ։ Մյուս կողմից ես կարծում եմ, որ ներկայիս քաղաքական դաշտում մտածել հին կուսակցական մոտեցումներով սխալ է։ Ասածս ինչ է, մենք սովոր ենք, որ ստեղծվում են կուսակցություններ եւ այդ կուսակցությունները պետք է տարիներով մնան այնպիսին, ինչպիսին իրենք կան, օրինակ դաշնակցությունը ամենահին կուսակցություններից է, ինստիտուցիոնալ է, կայացած է, բայց մեր ժամանակներում ստեղծել այդպիսի կուսակցություն, որը կապրի 100 տարի, այլևս արդիական չէ, որովհետև քաղաքական միջավայրը պարտադրում է, որ կուսակցությունները, քաղաքական ուժերը ստեղծվեն որպես ընտրություններին մասնակցելու պրոյեկտ։ Սա մարտահրավեր է իրականում։ Երկու հիմնական կուսակցությունները, տեսեք, բավականին դեռ կան, բայց եւ հիմնական ընտրությունները նրանց միջև է, չէ՞, դեմոկրատները եւ ճիշտ եք ասում, նրանց միջև է, բայց այդ երկու կուսակցություններն էլ իրենց մեջ ունեն բազմաթիվ քաղաքական միավորումներ, իրենց խնդիրներով, իրենց շահերով եւ այլն։ Ամենադեպս ես չեմ ուզում համեմատել, որտեղ ԱՄՆ երկուսակցական համակարգ է, մեզ մոտ բազմակուսակցական համակարգ է, եւ մեզ մոտ քաղաքական ուժերը երկար կյանք չունեն, եթե իրենք չունեն պետական, կառավարական, կառավարչական կամ պարլամենտական լծակներ։ Սա այս մշակույթը չի փոխվում Հայաստանում եւ շատ դժվար է փոխել, բայց մենք նաեւ պետք է այս իրողությունների հետ հաշվի նստենք եւ ունենալ այն իդեալական մոտեցումը, թե հիմա ես կանդամագրվեմ մի կուսակցության եւ 100 տարի կմնամ, ըստ նպատակարարման կուսակցությունները եւս կենթանի օրգանիզմներ են, իրենք եւս փոխվում են, մարդիկ գնում են, գալիս են եւ այո, միշտ քաղաքական պրագմատիզմը կռիվ է տվել քաղաքական իդեալիզմի դեմ։
Իսկ Արման Թաթոյանի վերջին հայտարարությունը, որ եթե ես լինեմ վարչապետ, պետական համակարգային պաշտոնյաների գլուխը կկտրեմ, ովքեր վիզը կփոխեմ, հա, դա նույնն է գրեթե, ովքեր ժողովրդի հետ լավ չեն վերաբերվի։ Բառացի չեմ ասում, բայց հիմնական միտքը դա է։ Դա չի խանգարի, ինքը նախկին մարդու իրավունքների պաշտպանն է, դա չի խանգարի բանակցել։ Գիտեք, ոչ թե լուրջ չեմ ընդունել, այլ սովորական մեր առօրյա կյանքում էլ այդ արտահայտությունը շատ է օգտագործվում, հա։ Ընտանիքներում նույնիսկ որ երեխան ինչ որ բան չի անում, ծնողը ասում է վիզը կփոխեմ, բայց ոչ չի պատրաստվում իր երեխայի վիզը փոխել։ Այսինքն դա ասված է փոխաբերական իմաստով։ Այլ բան է, որ դա դիտարկում են որպես բռնության կոչ, որտեղ պետք է այդպես դիտարկել։ Բայց պարզ է, որ դա ասվում է փոխաբերական իմաստով եւ դա նշանակում է ուղղակի, որ կկիրառեմ ամենախիստ պատիժը։ Այսինքն դա չափազանցնել եւ դարձնել բռնության կոչ, ես կարծում եմ սիրուն չէ։ Չնայած, գիտեք ինչ, Թաթոյանին ամենաշատը քննադատում են հիմա այն մարդիկ, ովքեր կոնկրետ համ հնչեցնում են բռնության կոչեր, համ անում են դա, ասենք ականջ կտրոկ, ծամող, չգիտեմ, մենք բազմաթիվ այդպիսի բաներ ենք, արտահայտություններ ենք լսել իշխանության ներկայացուցիչներից եւ հիմա իրենք փորձում են մեղադրանքներ հնչեցնել Թաթոյանին։ Նախ դուք օրինակ եղեք, հետո նոր մեղադրեք մյուսներին, ինչ օրինակ եք ծառայել։ Չնայած ես չեմ կարծում, որ սա այդ դեպքն է, որովհետեւ Թաթոյանը բավականին պատկառելի ճանապարհ է անցել, որ այս իշխանություններից օրինակ վերցնի։ Ասված է ուղղակի փոխաբերական իմաստով եւ կենտրոնանալ դրա վրա ես կարծում եմ չարժե։ Շատ լավ, դուք զուգահեռաբար զբաղվում եք նաև գործարարությամբ, ունեք զբոսաշրջային ընկերություն, կարելի ասել դուք նաև business woman եք, ինչ որ առումով, այդ առումով որպես գործարար ինչ միջավայր է գործարարության համար, ինչպիսի պայմաններ են մեր երկրում, նախ դուք ասեք հավանաբար միջին կամ փոքր, հա, չափի ընկերություն է ձեր ղեկավարած ընկերությունը։ Փոքր, հա, փոքր, առավել եւս փոքր բիզնեսի համար ինչպիսի պայմաններ են մեր երկրում ստեղծված։ Նախ ես ինձ business woman դեռ չեմ համարում, որտեղ դրա համար ճանապարհ պետք է անցնել։ Ես կարող եմ ինձ համարել քաղաքական գործիչ, որտեղ ես 10 տարի զբաղվել եմ դրանով։ Բայց 2 տարի զբաղվել գործարարությամբ դեռ չի նշանակում, որ ես կարող եմ կոչվել business woman։ Ես ինձ անվանում եմ ձեռնարկատեր։ Լավ, ստացվում է դա ձեր մոտ հիմա։ Միջավայրը բիզնես, հատկապես փոքր բիզնեսի համար Հայաստանում լավը չէ։ Շուկան փոքր է, մրցակցությունը անառողջ է, հարկերը բարձր են։ Այսինքն չկա որևէ լավ պայմաններ, որպեսզի դու կարողանաս բիզնես հիմնել եւ կանխատեսելի լինի դաշտը քո համար, որպեսզի դու մի 3 տարի պլանավորես, թե ինչպես կազմակերպել այդ բիզնեսը։ Որտեվ երբ ես բիզնեսը հիմնեցի, սկզբում այլ հարկային համակարգ էր։ Հետո փոխվեց այդ հարկային համակարգը, հետո իմ բիզնեսի 3-րդ տարում լրիվ այլ հարկային համակարգ է։ Փոքր բիզնեսի համակարգի ունեք, այն արտոնությունները եկամտահարկի։ Այո, հանվեցին արտոնությունները, մտանք այլ հարկային համակարգ, այդ հարկային համակարգում էլ բարձրացվեցին հարկերը։ Այսինքն չկա միջավայր արդյունավետ եւ իդեպ վիճակագրություն կա, որ 2025 թվականին 3000-ից ավել բիզնեսները Հայաստանում փակվել են։ Նաեւ բացվում են, բայց բիզնեսի համար մի 3 տարի պետք է, որպեսզի դու կարողանաս հասկանալ քո գործունեությունը արդյունավետ է, բիզնեսը կշարունակի աշխատել, թե չէ։ Հիմա 2026 թվականը իմ համար 3-րդ տարին է լինելու եւ ես կհասկանամ։ Այսինքն ես դեռ պայքարում եմ, հաղթահարում եմ այն մարտահրավերները, որոնք առաջանում են բոլոր այն բիզնեսների համար, որոնք նոր են։ Դուք անձամբ եք զբաղվում այդ գործով։ Այո, ես անձամբ եմ զբաղվում։ Այսինքն բոլոր նրբությունները, բոլոր փոքր խնդիրները անձամբ դրանց առնչվում եք, փորձում եք լուծել։ Այո։ Բնականաբար դժվարություններ կան նաև այն առումով, որ քաղաքական ճանապարհը անցել մտածողության խնդիր կա։ Քաղաքականության մեջ, երբ որ դու որոշում ես կայացնում, քո որոշումը մի քանի կողմերից դու պետք է կշռադատես։ Դա ոնց կընկալի հարությունը, դա ինչ ազդեցություն կունենա հանրային կյանքի վրա, դա ինչ ազդեցություն կունենա առհասարակ պետության ապագայի վրա եւ այլն։ Այսինքն ցանկացած որոշում շատ կողմերից դու դիտարկում ես, հետո նոր որոշում ես կայացնում։ Բիզնեսում չես կարող մի որոշման շուրջ շատ երկար մտածել, որտեղ գնացքը գնում է։ Բիզնեսի մեջ պետք է արագություն։
Այս իմաստով դժվարություններ եղել են, որ ամեն որոշման վրա փորձել եմ տարբեր կողմերից նայել, բայց հետո հասկացել եմ, որ չէ, սա քաղաքականությունը չի, այստեղ հանրության նպատակներ հանրային որպես այդպեսին չկան, սա բիզնես է, կամ դու աշխատում ես փող, կամ չես աշխատում։ Մյուսը ինձ համար բիզնես մշակույթն է խնդիրը, որովհետև դու փորձում ես ամեն ինչ անել օրենքով, որակով, չգիտեմ, հաճախորդներին սպասարկել իդեալական, այստեղ նաև կա խնդիր, որ երբ որ հաճախորդները քեզ ճանաչում են ու գիտեն, որ դու զբաղվում ես քաղաքականությամբ, դա արդեն համ լավ է, որովհետև վստահություն է առաջանում օգտվել քո ծառայություններից, որովհետև գիտեն։ Մյուս կողմից էլ դա ոնց որ ավելի բարձր պատասխանատվություն է ստեղծում, որ դու ամեն ինչ անես իդեալական։ Հակառակ դեպքում տպավորություն կստեղծվի, որովհետև եթե դու չես կարողանում քո հաճախորդներին լավ սպասարկել, դու ոնց ես հայտ ներկայացնում, զբաղվել քաղաքականությամբ ու լուծել պետության հարցեր։ Այսպիսի նրբություններ կան, որոնք ինչ որ դժվարություններ ստեղծում են, բայց ես փորձում եմ հաղթահարել։ Քաղաքական գործիչ հաճախորդ, որը դիմել է ձեր ծառայությանը զբոսաշրջային որևէ քաղաքական գործիչ, ոչ, չեմ ունեցել։ Իսկ ինչպիսին է զբոսաշրջային ոլորտը մեր երկրում, զարգանում է, տեսեք, տարեստարի որոշակի ավելացում կա Հայաստան եկող զբոսաշրջիկների թվի, ինչ արժեք դուք տեսնում։ Դա վիճակագրություն է, որը այդքան էլ չի համապատասխանում դասական զբոսաշրջության վիճակագրությանը, որովհետև այդ վիճակագրությունը զուտ հաշվում են Հայաստան մտած 24 ժամ ավել մնացած եւ դուրս եկած մարդկանց, բայց դա չի նշանակում, որ այդ մարդիկ զբոսաշրջիկներ են, որովհետև այդպես Հայաստան են գալիս սփյուռքահայերը, այդպես Հայաստան են գալիս Իրանից գործարարներ, այդպես Հայաստան են մտնում Վրաստանից եւ Ռուսաստանից մեր արտագնա աշխատողներ, ովքեր գալիս գնում են, հա, այսինքն այդ բոլորը հաշվում են որպես զբոսաշրջության վիճակագրություն, բայց դա այդ վիճակագրությունը չէ։ Իսկ զուտ զբոսաշրջային նպատակով Հայաստան եկող մարդկանց թիվը ձեր տպավորությամբ, թեև 2 տարի է, որ դուք աշխատում եք այդ ոլորտում, ավելացման միտում ունի։ Զարգացման տեղ կա, բայց վերջին 2 տարին նաև տեսնելով մյուս ընկերությունների գործընկերների ցուցանիշները նվազման միտում կա, որովհետև Հայաստանը դարձել է թանկ երկիր զբոսաշրջության համար։ Եվ հյուրանոցային ծառայությունները, եւ տրանսպորտային, եւ ռեստորանային, ժամանցի, բոլորը համեմատած մեր հարևան երկիր Վրաստանի հետ բավականին թանկ է։ Ինչու է այդպես, ինչու է թանկ։ Պետական քաղաքականությունն է, տնտեսության, դա բխում է տնտեսության վիճակից, իսկ Հայաստանում ես կարծում եմ տնտեսությունը այնքան էլ լավ վիճակում չէ, որքան որ մեզ փորձում են հրամցնել վիճակագրական թվերը։ Ամենայն դեպս կան վիճակագրություն, որ արտահանումը նվազել է, առևտրաշրջանառությունը ԵԱՏՄ-ի հետ նվազել է, ոսկին հանում են մեջից, այդ պատճառով էլ նվազել են։ Դա ուրեմն սխալ վիճակագրություն են վարում եւ ստացվում է, որ մեր տնտեսությունը ոչ թե հիմնված է։ Ես տնտեսագետ չեմ, բայց կարողանում եմ հասկանալ ընդհանուր կառուցվածքը։ Ոչ թե հիմնված է արտադրության, արդյունաբերության, այսինքն տնտեսության մեջ իրական արժեք գեներացնող ճյուղերի վրա, այլ ուղղակի սպասարկման սերվիսի եւ արտահանման ներմուծման, որը ժամանակավոր է եւ դա չի կարող տնտեսության համար լինել հիմք։ Խոստանում են երկիրը կառավարողները, որ ապաշրջափակումից հետո արդեն որոշակի փոքր նմուշներ կան, Ադրբեջանը այնուամենայնիվ բացեց Ռուսաստանից եւ Ղազախստանից ցորենի ներմուծման հնարավորություն, այսինքն դեպի Հայաստան եկող բեռների արգելքը հանեց։ Եվ խոստանում են, որ դրանից հետո մեր տնտեսությունը արդեն լիարժեք ապաշրջափակումից հետո կսկսի զարգանալ։ Բնականաբար ցանկացած շրջափակում պետության համար մենք այս տարիներին եղել ենք եւ գիտենք թե դա ինչ է, բայց ես այս հաշվով ուզում եմ ավելի հստակ հաշվարկներ։ Լիովին ապաշրջափակում ինչ է նշանակում, երբ է դա լինելու եւ ինչ գինենք մենք դրա համար վճարելու։ Ես դրանց մեջ ոչ թե տեսնում եմ ապագա ինչ որ օգուտներ, որը խոստանում է իշխանությունը, այսինքն դա սիրուն է, հա, հնչում մարդկանց աչքին, ականջին քաղցր է հնչում, որ այ հեսա կապաշրջափակեն մեզ եւ տնտեսությունը բում կապրի, բայց դա իրականում դատարկ խոսքեր են ու պետք է հասկանալ դա ինչ կին կարժի, երբ է լինելու եւ ինչ է նշանակում լիակատար ապաշրջափակում։
Տարանցիկ բեռների հետ կապված ես դրա չափազանցման էֆեկտը հասկանում եմ ինչու է դա իշխանությունը չափազանցնում, հա, որտեղ դա ներառվում է քաղաքական օրակարգի մեջ, ցույց տալու, որ այդ տեսեք ամեն ինչ արդեն լավ է։ Բայց դրա տնտեսական էֆեկտը ինձ թվում է դժվար է դեռ գնահատել, դա կգնահատեն տնտեսագետները։ Համենայն դեպս ես դեռ չեմ պատկերացնում, էլի թե դա ինչ տնտեսական էֆեկտ կունենա։ Դա ավելի շատ քարոզչական էֆեկտ ունի։ Անցաչափած գիտեք, հայաստանյան 5 փորձագետներ արդեն պատասխան այցով գնացին Բաքու, նրանց մեջ նաև կին կար, օրինակ դուք կգնայիք Բաքու այս իրավիճակում։ Ինչ նպատակով։ Ես չեմ հասկանում այդ այցի նպատակը։ Չէ, կներեք, ես հասկանում եմ այցի նպատակը, դա եւս տեղավորվում է խաղաղության օրակարգի մեջ, որ ցույց տան փոխադարձ այցերի, սահմանների բացման, այսինքն սահմանների հասանելիության, հա։ Բայց ես Իլհամ Ալիևին եւ Հիկմետ Հաջիևին լսում եմ ամեն օր, կարդում եմ ամեն օր։ Ես որևէ կարիք չունեմ, որ այստեղից հայ մարդիկ գնան հասնեն Բաքու եւ ինձ բերեն փոխանցեն Ալիևի մեսիջները։ Ես այս այցի մեջ որևէ արժեքավոր նպատակ չեմ տեսնում, հակառակը ինձ համար սա անընդունելի է այն դեպքում, երբ որ մենք ունենք պատանդներ Բաքվում։ Եվ այդ մարդիկ գնում հասնում են Բաքու, չեն բերում հայ պատանդների մեսիջները հայ ժողովրդին, բերում են Ալիևի մեսիջները հայ ժողովրդին։ Ալիևը շատ անկեղծ մեզ հետ ուղիղ խոսում է, հարցազրույց է տալիս, ինչ պլաններ կան Հայաստանի հետ կապված, ինքն մեզ ներկայացնում է։ Մյուս խնդիրը, որ ով է որոշել, որ իրենք այդ մարդիկ որպես քաղաքասարակության ներկայացուցիչ կարող են ինձ ներկայացնել Բաքվում։ Ով է որոշել, որ իրենք են այդ մարդիկ։ Իսկ ինչ վերաբերում է կին տղամարդ, կապ չունի, կինես թե տղամարդ։ Կարևորը նպատակը դու ինչի համար ես գնացել Բաքու։ Ես կգնայի Բաքու մեկ դեպքում։ Գնալու տեսնելու մեր պատանդների վիճակը։ Մնացածը ինձ Բաքվում դեռ չի հետաքրքրում։ Խաղաղություն արդեն լիակատար հաստատելուց եւ դիվանագիտական արդեն հարաբերություններ ունենալուց հետո դուք որպես տա Աստված որ ձեր զբոսաշրջային բիզնեսը կայանա, զբոսաշրջությունն էլ չէ, գործարարությունն էլ ինչ որտեղ գործարար դիվանագիտություն կարող է լինել։ Դուք կգնաք այդպեսով Բաքու եւ փորձեք թե հայերին տանել Բաքու, թե ադրբեջանցիներին բերել։ Գիտեք, երբեմն մենք ադրբեջանցիներին Հայաստան։ Անկեղծ կլինեմ, երբեմն մենք մեզ մոտ քննարկումներ ունենում ենք դեպի Թուրքիա ուղղությունների մասով։ Կան ընկերություններ, որոնք տանում են Արևմտյան Հայաստան, բայց խոսքը դրա մասին չէ, խոսքը օրինակ ծովային ուղղությունների եւ այլնի մասին է։ Եվ միշտ այդ հարցը բարձրացվում է, որ արդյոք այս իրավիճակում ճիշտ է խոսել կամ, չգիտեմ, գովազ դնել դեպի Թուրքիա ճամփորդությունների մասին։ Մյուս կողմից բիզնեսը ասում է, որ քաղաքականությունը չպիտի խառնվի բիզնեսին, որտեղ դա բիզնես է, ուր ուզում ես դիր, եթե դրա պահանջարկը կա, այդ պրոդուկտի պահանջարկը կա, ուրեմն դու դա պետք է վաճառես։ Բայց մյուս կողմից էլ այդ հարցը կա։ Թուրքիա, երբ որ հայերը գնում են Թուրքիա, իրենք գիտեն, որ գնում են այնտեղ իրենք անվտանգ են լինելու։ Անկախ ամեն ինչից, այդ անվտանգության զգացումը իրենք ունեն։ Ես չգիտեմ որևէ մեկին, որ ինքը վախենա հիմա գնա Թուրքիա, ուզի գնա Ստամբուլ շրջի, բայց ասի չէ, ես վախում եմ գնալ, չկա նման բան։ Բայց նույնը չի կարող լինել Ադրբեջանի մասով։ Մենք լիակատար խաղաղություն չունենք։ Մենք ստորագրված փաստաթուղթ չունենք, Ադրբեջանը չի ճանաչել Հայաստանի տարածքային ինքնիշխանությունը, եւ այն ինչ հիմա կա ստորագրված փաստաթղթի տակ, դա ուղղակի նախընտրական տրուկ է։ 2026-ից հետո նոր կերևա մենք ունենք խաղաղություն թե ոչ եւ ինչ տեսակ խաղաղություն ունենք։ Եվ հարցը նրանում է, թե արդյոք մարդիկ իրենց հիմա եթե ասեք հիմա խաղաղություն է, չէ՞, փորձեք ձեր ընկերներին համոզել, որ իրենք գնան Բաքու։ Նախ հարցը իրենց կթողնեն իրենք գնան թե չէ, երկրորդը իրենք անվտանգ կզգան իրենց այնտեղ թե չէ, իհարկե չեն գնա, իհարկե չեն ուզելու։ Սա է խնդիրը, որ մարդիկ բնազդաբար հասկանում են, որտեղ որ անվտանգ է, անվտանգ չէ, իրենք չեն գնալու։ Հետևաբար չկա խաղաղություն այդտեղ, չի կարող լինել խաղաղություն։
Տիկին Սամսոնյան, մի քանի բլից հարցեր ձեզ հարցազրույցի վերջում քաղաքականություն, արդյոք քաղաքականությունը եւ անձնական կյանքը ինչ որտեղ հակասող չեն։ Կարող եք ունենալ լիարժեք անձնական կյանք քաղաքականությամբ զբաղվելով եւ հակառակը։ Բնության մեջ ամեն ինչ հավասարակշռված է, այս դեպքում եւս պետք է հավասարակշռել, սխալ կլինի մեկը մյուսի հաշվին։ Իհարկե, ես պետք է անկեղծ ասեմ, սրա մասին կին քաղաքական գործիչները չեն խոսում, բայց քաղաքականության մեջ պահանջվում է միշտ լինել ավելի ուժեղ, ավելի կոմպետենտ, ավելի ճարպիկ, ավելի արագ տղամարդկանցից եւ այդ ավելին միշտ քեզանից խլում է կանացի էներգիան եւ ավելացնում է տղամարդկային էներգիան եւ սա ինչ որ իմաստով կարող է ազդել քո արժական կյանքի վրա, բայց ընդհանուր պետք է բալանսավորել եւ այո կան մարդիկ ովքեր բալանսավորում են, ես էլ եմ պատկանում այդ մարդկանց թվին, որ կարող եմ բալանսավորել կամ բալանսավորում եմ եւ պետք է այդպես լինի։ Այսինքն որոշակի խտրականություն կա մեր հասարակության մեջ, հա, կին քաղաքական գործիչի եւ տղամարդի։ Միանշանակ կա, որտեղ եթե նկատել եք կին քաղաքական գործիչները, մարդիկ ավելի ուշադիր են կին քաղաքական գործիչների սխալների նկատմամբ, քան տղամարդկանց։ Կանանց սխալները չեն ներվում, տղամարդկանց չեն էլ նայում այդ սխալներին։ Իսկ կուսակցական քաղաքական միջավայրում դուք զգացել եք այդ խտրականությունը։ Ոչ, չեմ զգացել։ Մեր կուսակցության միջավայրը այդ իմաստով շատ ներառական է եղել, շատ դեմոկրատական է եղել։ Բնականաբար կարող են լինել ինչ-որ պահեր, բայց դա կարող է նաև հիմնված լինել սուբյեկտիվ մոտեցումների վրա։ Բոլոր դեպքերում, եթե կին ես, տղամարդկանց միջավայրում անհնար է, որ որևէ կերպ ինչ-որ խտրական վերաբերմունք չարտահայտվի։ Սա նորմալ է, սրանից պետք չէ վախենալ, փախչել, դատապարտել։ Ես այդ ծայրահեղ մոտեցումները չեմ ընդունում, էլի որ, այսինքն, եթե կին է, ուրեմն վերջ, այսինքն ինքը պետք է հավասարը հավասարի հետ, բոլորի հետ դիտարկվի եւ այլն, չէ, բոլոր դեպքերում տղամարդիկ ունեն իրենց բնությունը, կանայք իրենց բնությունը եւ այդ բնությունը ոչ մեկ չի կարող փոխել։ Եվ վերջին հարցը, հետահայաց նայելով ինչը ճիշտ չեք համարում ձեր քաղաքական կյանքում, ինչը չեք ուզենա, որ արել եք արդեն եւ կուզենայիք, որ արած չլինեք, եւ ինչ նոր բան կմտցնեք ձեր առաջիկա քաղաքական կյանքում, եթե շարունակեք։ Չկա այդպիսի բան, որի համար ես կզղջամ, որ չանեի։ Սխալներ իհարկե շատ են եղել, բայց այս սխալները միշտ իմ կյանքում ընդունում եմ որպես դասեր եւ ոչ թե ճակատագիր կամ զղջում դրանց համար։ Եվ բնականաբար այն բոլոր սխալները, որը թույլ եմ տվել, հաջորդ առաջիկա 10 տարի իմ քաղաքական կյանքի համար, դրանք որպես դասեր ես կփորձեմ դրանք շտկել, չանել կամ ավելի լավ անել։ Շնորհակալություն Տիկին Սամսոնյան։ Հիշեցնեմ, որ Ամեկ Պլյուսի տաղավարում էր ազգային ժողովի նախկին պատգամավոր Անի Սամսոնյանը։